Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, ուրախ ենք, որ այս առավոտ մեզ հետ եք սիրով ձեզ ողջունում են Սուրեն ու Ադրինեն եւ մենք պատրաստ ենք ձեզ շատ արևներ նվիրել, չէ՞։ Իհարկե, բարի ողջույն իմ սիրելի Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում ենք ձեզ, ասում ենք ինչպես միշտ ասում եմ, միացեք մեզ առաջին ծրագրին, որովհետև մենք կփորձենք ձեր տրամադրությունը մի փոքր բարձրացնել։ Մի փոքր չէ, ես կարծում եմ բավականին շատ կբարձրացնենք տրամադրությունը, այսօր ապրիլի 28-ն է, հատկապես բարձր տրամադրություն բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, եւ շնորհավոր ենք օգտվելով արդից եւ ասեմ, որ ապրիլի 28-ը աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է, Ադրինե, որը նշվում է ամեն տարի հենց այս օրը։ Սա նաև աշխատավայրում զոհված կամ վնասվածքներ ստացած աշխատողների հիշատակի միջազգային օրն է։ Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը սկսվել է 1989 թվականից, երբ արմիություններն ու աշխատողները զոհված աշխատողների հիշատակի օր են անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում, ի հիշատակ նրանց, ովքեր տուժել են կամ պարզապես զոհվել են աշխատավայրում։ 10 տարի անց մոլորակի ավելի քան 100 երկրում անցկացվել են ակցիաներ եւ միջոցառումներ, որոնք ուղղված են մարդկանց եւ պաշտոնյաների ուշադրությունը աշխատանքի պաշտպանության հետ կապված տարբեր խնդիրների վրա հրավիրելու։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պաշտոնապես սահմանելով այս օրը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել խնդրի մասշտաբների վրա։ Կազմակերպության տվյալներով աշխատավայրում օրական 5-ից 6000 մարդ է վնասվում, ընդ որում ամեն տարի այդ թիվն ավելանում է մոտավորապես 10%-ով, դե մի քիչ պետք է ուշադիր լինել, որպեսզի չվնասել քեզ աշխատանքի վայրում, բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, աշխատանքային տրավմա, այո, չես կարողանում խույս տալ, երբեմն պատահում են դեպքեր, որ քեզնից կախված չէ, պարզապես այդպես ստացվում է։ Դե հուսանք, որ ամեն ինչ կլինի հարթ եւ առանց վնասվածքների, իսկ մենք փորձենք այնպես տանել մեր ամբողջ աշխատանքը, ամբողջ թիմով, որ ոչ մի վնասվածք չլինի, մաքսիմում լինի ժպիտների շատ չափաբաժին եւ արևի։ Սա կարծում կգտնի այս 2 ժամվա ընթացքում իր տեղը մեր եթերում։ Քիչ հետո իհարկե անպայման կհասկանանք, թե այսօր Ադրինեն ինչ է պատրաստելու մեզ համար։ Իսկ ես գիտեմ, որ այսօր ինչ-որ վիտամինների մեծամետ պաշար է։ Ճիշտ ես, իրավացի ես Սուրեն ջան, չգիտեմ առաջ ընկնեմ, ասեմ, ներկայացնեմ, թե ինչ ենք անելու։ Մոտավորապես 2 բառով։ Մոտավորապես, այո, կասեմ։ Ճիշտ նշեց Սուրենը, վիտամիններով շատ հարուստ նախաճաշ, շատ եւ թեթեւ եւ հագեցնող, ինչու ոչ, այնպես որ մնացեք մեզ հետ, որպիսի շարունակությունը ես արդեն խոհանոցից ներկայացնեմ, այնպես որ հետաքրքիր է լինելու։ Այո, բնականաբար հետաքրքիր է լինելու եւ այսօր բավականին նաեւ հետաքրքիր թեմաներով կհյուրընկալենք բավականին տաղանդավոր մարդկանց, որովհետեւ հիմա մեր օրերում շատ նորաձև է դարձել, ինչը շատ լավ է, այն նորաձևության հենց այդ ճյուղին ես շատ կողմ եմ, գիրք ընթերցելը։ Եվ շատ ուրախություն բոլորիս ժամանակակից հայ գրողները մեկը մյուսի հետևից հրատարակում են իրենց նոր գրքերը, ինչը շատ լավ է, որտեվ վերջին շրջանում շատ հազվադեպ կտեսներ երիտասարդ ստեղծագործողների, ովքեր կարողանում էին հրատարակել իրենց գրքերը, հա, իսկ հիմա արդեն այս ամենը ինչ որ մի հետաքրքիր մեխանիզմի վրա է դրվել եւ երևի թե այս ամենը արդեն կարողանում է ճիշտ շարունակվել իր հունով։ Եվ այսօր մեր հյուրերից մեկը հենց կխոսի այդ իր նոր գրքի մասին եւ համոզված եմ, որ բավականին հետաքրքիր կլինի։ Իդեպ վերջերս նորից մենք ունեցանք հյուրընկալեցինք էլի երիտասարդ մեր հայրենակցին գրող, ով ճիշտ է ապրում է Փարիզում, Ֆրանսիայում էր ապրում, բայց նաեւ պատմությունը ամբողջությամբ բավականին հետաքրքիր ես գիրքը վերցրել եմ եւ ընթերցում եմ, այնպես որ բրավո երիտասարդ մեր գրողներին, հայ գրողներին, ովքեր համաշխարհային գրականության մեջ կարծում եմ ժամանակակից է գրականության մեջ իհարկե չեն զիջում ոչ մի գրողի։ Դա շատ լավ է եւ ես կարծում եմ արդեն ոգեշնչվում են միմյանցից, այսպես շարունակաբար, եթե ունեն այդ հմտությունները, ունեն այդ գաղափարը, միտքը, այդ հորդումը վերջապես գրելու համար պետք է այնքան խորը լինես, այնքան լեցուն լինի ներքինդ, այնքան ասելու բան ունենաս, որ կարողանաս փոխանցել արդեն թղթին։ Եվ շատ լավ է, ես էլ շատ ուրախ եմ, որ երիտասարդները բացահայտում են այսպես իրենց, հաջողություն եմ միմիայն մաղթում, այո, ես էլ շատ ուրախ կլինեմ այսօր մեր զրուցակցին լսել, ով շատ հետաքրքիր ինձ թվում է պատմություն է ստեղծել, որը
ես կարծում եմ պետք է բոլորս նաև մենք ընթերցողը պետք է ոգևորի գրողին, որ հեղինակին, այո, որ կարողանան մարդիկ շատ ստեղծագործեն։ Ադրինե, երբևիցե գրել ես։ Գրել եմ, այո, ես ստեղծագործել ոտանավորի տեսքով, այո, շատ այդպես եղել է, բայց դա շատ վաղուց է եղել։ Իսկ պահպանվել է։ Կան, երևի թե ես ունեի աղջկական տարիներին ունեի հատուկ այդպես բանաստեղծությունների տետրակներ, չգիտեմ ինչու սիրում ենք, մենք այն ժամանակվա սերունդը օրագիր էլ չէր, հենց ինքը այդպես բանաստեղծությունները, քառյակներ էր, ինչ որ հետաքրքիր բանաստեղծություններ ունեի եւ ես էլ հետո սիրում էի, ես շատ սիրում էի ասմունքել, ես որ հիշում եմ, մտնում էի ննջարան ու այսպես տարերքի մեջ էի գնում, կարծում էի թե դերասանուհի եմ, ասմունքում եմ, ես իմիջիայլոց շատ մեծ ցանկություն եմ ունեցել, չգիտեմ ժամանակը մեզ թույլ է տալիս խոսել այս մասին, թե ոչ, ես շատ ուզում էի ընդունվել Թատերական ինստիտուտ, երբ պարարվեստի ուսումնարանը ավարտեցի, շատ երազանք, այսպես քո ուղով գնալու, երևի թե ճիշտ է դու ինձ բնականաբար փոխես, բայց այո, եւ ես եղբայրս եւ հայրս շատ կտրուկ դեմ եղան, ասացին մոռացիր դրա մասին, գնա զբաղվի քո գործերով։ Որ եղբայրը, որ այսօր շատ հայտնի ռեժիսոր։ Եվ նա դեմ եղավ, պարոն Քեշիշյան։ Ինչու եք դեմ եղել Ադրինեին։ Շատ, չնայած նա իմիջիայլոց նա շատ սիրում էր ինձ, շատ այդպիսի տեղանքներ տանել, որտեղ արվեստը հորդում է։ Մի քիչ մեղավորության այդ զգացողությունը կա, որ թույլ չի տվել եւ հիմա։ Բայց այ այդպես հորս հետ ինքը համաձայն եղավ, որ չէ, դա իմ ուղին չէ, պետք չէ։ Եվ ես շատ բնականաբար ստրես տարա, բայց դե համակերպվեցի իրավիճակին, բայց եթե այսօրվա համառությունը, այսօրվա համարձակությունը ես ունենայի, հաստատ իրենց չի լսի, ես կփախնեի եւ կգնայի շատ այսպես ծածուկ կերպով կընդունվեի Թատերական ինստիտուտ, որովհետև դերասանի վարպետություն էի անցնում պարարվեստություններում եւ ես լավագույն աշակերտներից էի այդ առարկայի մեջ, այնպես որ երևի թե հնարավորություն ունեի, բայց դե ոչինչ, այստեղ էլ ես ինձ շատ լավ եմ զգում, այո, ես իմ ամանի մեջ եմ, այսպես ասած, իմ ապսեի մեջ եմ, այնպես որ ամեն ինչ շատ լավ է։ Շատ լավ, դե արի հիմա ունենանք կարճ դարձար մեր եթերում, հետո կգնանք արդեն խոհանոց, որպեսզի հենց տեսնենք այնտեղի ապսեն հաղորդման վերջում ինչով է լցվելու։ Շատ բարի։ Կարճ դարձար ու հետո վերադառնանք շարունակ։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, մենք շարունակում ենք մեր ծրագիրը, այսօր ապրիլի 28-ն է եւ բնականաբար երկուշաբթին ծանր դիմավորելու կամ շարունակելու միֆը վաղուց արդեն մենք ինքներս կոտրել ենք, որովհետեւ լավ սկսում ենք առավոտը եւ առաջարկում նաեւ երեկոն ավարտել ընկերների եւ հարազատների շրջապատում, որտեղ ձեզ կգերակցի նաեւ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող բրիզ ռոզե փրփրուն գինին, որը կարող է ինձ լավ ու հետաքրքիր տրամադրությունը հաղորդել երեկոյի ընթացքում։ Դե չմոռանանք, որ առավոտն էլ եւ ամբողջ օրը պետք է ճիշտ սնվել, իսկ ճիշտ սննդի չափաբաժին առաջարկում է Էլոլա ապրանքանիշը ներկայացնելով կաթնամթերքի լայն տեսականին, որոնք կարող եք հարցնել ոչ միայն հայաստանյան խանութներում, նաև Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ունեն այդ հնարավորությունը Էլոլայի ապրանքանիշից օգտվելու եւ վայելելու Սյունած լեռների համը եւ բույրը։ Իսկ հիմա տեղափոխվենք ոչ թե Լոս Անջելես, այլ խոհանոց, որտեղ մեր Ադրինեն վիտամինների մի ամբողջ պաշար է հավաքել մեզ համար։ Ադրինե։ Ողջույն եւս մեկ անգամ սիրելի Սուրեն, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Ինչու ոչ մեզ մոտել է Լոս Անջելես, մենք որից է հարց չունենք, այնպես որ այստեղ բարձր տրամադրություն է տիրում, մենք քիչ առաջ այսպես դրական պոզիտիվ զրույց ունեցանք Սուրենի հետ, կիսվեցի ես իմ անձնական այսպես էմոցիաներով կիսվեցի ձեզ հետ, բայց ասեմ, որ այնուամենայնիվ ես շատ լավ եմ ինձ զգում այս դերում եւ իհարկե սրանով հանդերձ պատմածիցս ելնելով ասեմ, որ հենց եղբորս շնորհիվ ես այսօր այստեղ եմ։ Նա շատ դռներ է բացել ինձ համար հեռուստատեսային աշխարհում եւ ես շատ շնորհակալ եմ նրան։ Այսպես ասած, սխալների ուղում է կատարել։ Եվ այսպես անցնենք առաջ։ Ես ասեմ այսօր շատ համեղ նախաճաշի տարբերակ ենք պատրաստելու։ Ես ապսեի մեջ շարեցի այս մրգերը ու հասկացա
գրեթե մի պահ աչքը զարնեց ու հասկացա, որ դեմք եմ նկարել, այստեղ ճիշտ է մրգերի տեսքով, բայց աչիկներ կան այստեղ, քիթ կա եւ ժպիտ կա։ Էնպես որ ուզում եմ այս գունեղ սիրուն ափսեով էլ ձեզ ժպիտներ ուղարկել եւ ասել, որ մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ, որպեսզի մենք փորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել։ Սիրելիներս, ես այստեղ ունեմ իհարկե բանան, որը շատ հասած է, հասած վիճակում, այդպես էլ պետք է լինել, ես ընտրել եմ հասած տարբերակը, եւ այստեղ ունենք նարինջ, ունենք խնձոր, ունենք տանց, միանգամից ասեմ, որ այս բոլորը պետք է միախառնենք թթվասերի եւ կաթնաշոռի հետ, որպեսզի ստանանք վիտամիններով հարուստ շատ համեղ նախաճաշ, այս բոլորը պետք է կտրատենք, իսկ բանանը եւ այս համեղ կաթնամթերքը պետք է միասին միախառնենք, տրորենք իրար, ինչն էլ հենց առաջին հերթին կանենք։ Ահա կվերցնենք կաթնաշոռը, մեզ մոտ Էլոլա Ապրանքանիշի կաթնաշոռն է, որը 9% է, օգտագործում ենք այս կաթնաշոռը եւ իհարկե այստեղ խառնելու ենք թթվասեր։ Շատ համեղ նախաճաշի տարբերակ եւ շատ օգտակար, ամենակարևորը։ Ահա, փորձենք լցնել ամանի մեջ թթվասերի հետ։ Առայժմ այսքանը, բայց ինչու այսքանը, եկեք ամբողջական հենց օգտագործենք այն, որպեսզի ավելի սննդարար եւ ավելի հագեցնող դառնա եւ շատ մարդկանց կարողանանք հյուրասիրել։ Այսպես եւ իհարկե այստեղ ավելացնում ենք թթվասեր։ Ահա։ Այսպես թթվասերն էլ էլի ամբողջությամբ, ասես մեկը մեկին ավելացրեցինք, որովհետեւ քաշով նույնն են, նույն քաշը ունեն, թթվասերը 20%-անոց թթվասեր է, այսինքն բավականին յուղայնությամբ համեղ թթվասեր է, այսպես, սա կմիախառնենք ու կտրորենք այստեղ բանանը, փորձենք ամբողջությամբ թթվասերի մեջ թաթախել, ինձ թվում է այստեղ մեզ պատարագաղ է պետք, այո, պատարագաղի օգնությամբ ևս կարելի է այս բոլորը միախառնել, այսպես, էլի շատ հեշտ տարբերակ է, շատ քիչ ժամանակ է խլելու մեզնից, սիրելիներս այս նախաճաշի տարբերակը պատրաստել, Էնպես որ եթե չզլանաք, առավոտյան շուտ արթնանաք, եթե ձեռքի տակ իհարկե կան նման բաղադրիչներ, շատ արագ պատրաստեք, կերակրեք երեխաներին հատկապես գիտենք, որ երեխաների համար որքան սա կարևոր սնունդ է, ու ապա ուղարկեք դպրոց, այսպես ասած։ Ահա, խնդրեմ, հիմա բանանը փորձենք տրորել, Ցանկության դեպքում կարող եք ուրիշ ավելի ձեր նախընտրած օրինակ հատապտուղ օգտագործել այստեղ, ելակը շատ լավ կլինի, ես կարծում եմ, եթե ցանկություն ունեք, կարող եք ելակ այստեղ տրորել, նայած դե նախասիրության, նայած ճաշակի, պարզապես բանանը գիտենք, որքան իր մեջ սնունդ է պարունակում եւ իմիջիայլոց բավականաչափ շաքար կա ուրեմն բանանի մեջ, այս երկու բաղադրիչի հետ, կաթնամթերքի հետ շատ համահունչ է բանանը եւ բալանսավորում է կաթնամթերքին, իր շաքարն էլ, այսպես ասած, կաթնամթերքն է բալանսավորում բանանին, այնպես որ շատ հրաշալի համադրություն է եւ նախաճաշի շատ լավ տարբերակ, կալորիաներով հարուստ, բայց օգտակար, այնպես որ մեր օրգանիզմին հաստատ չի վնասի։ Եվ առավոտյան ժամերին այս ուրեմն նախաճաշը օգտագործելու համար շատ լավ տարբերակ է հենց առավոտյան։
Այսպես, համարյա թե պատրաստ է այս խյուսը, ես դեռ մի փոքր ավելի երկար հետո կհարեմ այն, եւ իհարկե հիմա պետք է անցնենք առաջ եւ կտրատենք մեր մրգերը, խնձորը, տանձը եւ նարինջը։ Այս ամենը երբ կտրատենք, պետք է խառնենք մեր կատնաշորի հետ։ Ես հիմա հարմարեցնեմ այստեղ մեր խոհանոցը, որպեսզի կարողանամ կտրատել մրգերը։ Իսկ մրգերը կտրատելու ենք մանր տարբերակով, որպեսզի ուտելիս հարմար լինի։ Մի քանի գեղեցիկ շերտեր կթողնեմ ամենավերջում զարդարելու համար, օրինակ հենց հիմա, հենց այս պահին կարելի է առանձնացնել զարդարման համար մեր տարբերակները, այսպես շատ բարակ մի քանի շերտ կթողնեմ վերջում, որպեսզի զարդարեմ։ Այսպես, սա կթողնենք մի կողմի վրա, բոլոր մրգերից մի քանի շերտ կթողնեմ վերջում կօգտագործեմ զարդարման համար։ Ահա, այսպիսի մանր կտորներ կկտրատեմ, որպեսզի լցնեմ մեր կատնաշորի վրա։ Իհարկե միջուկը հեռացնում ենք եւ կտրատում, սիրելիներս, դուք մշտապես փորձեք այնպես անել, որ նախաճաշը չբացակայի ձեր սննդակարգից։ Գիտեմ, իրականում այնպիսի բան եմ ասում, որ ոչ բոլորն են կարողանում ինչ-ինչ պատճառներով հետևել այս կարևոր ուրեմն պայմանին, նախաճաշ ուտելուն, բայց եթե հնարավորություն կա, եթե մի փոքր ավելի ուշ եք դուրս գալիս աշխատանքի եւ ժամանակ ունեք, անպայման մի խույս տվեք, նախաճաշեք։ Յուրաքանչյուր առավոտ արթնանալ ու սկսել սուրճով, մեկ գավաթ սուրճով, դա այնքան էլ լավ բան չէ, այնպես որ խորհուրդ եմ տալիս չհետևել այդ տարբերակին, այլ հետևել նախաճաշի առողջ ապրելակերպի տարբերակին։ Եվ ընդհանրապես հաճախ ասել ենք եւ հիմա էլ կկրկնեմ, կարող եք առավոտյան մեկ բաժակ ջրով սկսել, սենյակային ջերմաստիճանի ջրով, կամ ես մեկ անգամ անդրադարձել եմ դրան, որ կարող եք ջրի մեջ լցնել քրքում, մի թեյի գթալ քրքում մեկ բաժակ ջրի մեջ, մի փոքր կիտրոն, մի փոքր մեղր, այս թուրմը պատրաստել եւ մի քանի օր, թեկուզ մեկ շաբաթ կամ 10 օր շարունակ այս լուծույթը, այս զանգվածը խմել։ Ինչու, որովհետև այն օգնում է ուրեմն արյան շրջանառությանը, նյութափոխանակությանը, այն իմունային համակարգը շատ ամրապնդում է, հավատացնում եմ ձեզ, եւ հակաբորբոքային այսպես էֆեկտներ ունի։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե երբևէ փորձել եք, շատ ավելի լավ, եթե չէ, ապա փորձեք, հավատացնում եմ դրանից չեք տուժի։ Այսպես ես հենց հիմա կտրատած արդեն տանձը կլցնեմ մեր խյուսի վրա եւ կշարունակեմ մյուս գործողությունները։ Այսպես հաջորդ կտորներն էլ կմանրացնեմ եւ կլցնեմ էլի մեր խյուսի վրա ու մնացած մրգերը եւս։ Սիրելիներս, այս պահին դադար է լինելու մեր եթերում, դուք մնում եք մեզ հետ, շարունակությունը դեռ կտեսնեք, այնպես որ չփոխեք ալիքը։ Շարունակում ենք մեր ծրագիրը եւս մեկ անգամ բարի լույս բոլորին եւ ասեմ, որ օրերս տեղի ունեցավ ժամանակակից հայ գրող, արձակագիր, լրագրող, խմբագիր, սցենարիստ Հովիկ Աֆյանի Խոզի տարի վեպի շնորհանդեսը։ Հեղինակը իր նոր գրքում պատմում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի մասին։ Թե ինչպես առաջացավ վեպի գաղափարը, կպատմի հենց ինքը, ում այսօր հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Հովիկ Աֆյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Հրաշալի, հրաշալի։ Հիանալի է։ Իմ ձեռքում արդեն գիրքը կա, Խոզի տարի։ Մի փոքր խոսենք, ինչի մասին է գիրքը։ Նախ գրողին ուղղված ամենաբարդ հարցերից մեկն է, ինչի մասին է գիրքը, որովհետև գրողները վերջին մարդիկ են, էլի, որ դա գիտեն։ Շատ լավ։ Մենք չգիտենք ինչի մասին է գիրքը, բայց եթե ավելի լուրջ, ապա ինքը շատ հետաքրքիր մի պատմություն ունի։ Ես մի 3-4 տարի առաջ մեր այլ ժամանակակից գրողներից մեկի հարցազրույցն էի նայում, Նորայրի Սարգսյան, ինքը մի նախադասություն ասաց, որ ես կարող եմ ասել, որ այս վեպի հիմքն է հանդիսացել այդ նախադասությունը, ինքը ասաց,
ես ինձ ինչ հիշում եմ, մեր երկիրը կործանվում է։ Ես հետո հետաքրքրվեցի, իհարկե ավելի մտերմացանք Նորայրի հետ, ես իմացա, որ ինքը 90-ականների ծնունդ է, ես 80-ականների։ Ու ինչի սա ինձ դրդեց գիրք գրելու, որովհետև ես հասկացա, որ 80-ականների ծնունդներս էլ կարող ենք ասել մենք մեզ ինչ հիշում ենք, երկիրը կործանվում է, 70-ականներին էլ, 60-ականներին էլ, այսպես շարունակ։ Սա ինձ միտք տվեց գրելու այդ այսպես կործանվող, բայց չկործանվող երկրի մասին, էլի։ Եթե կարելի է։ Բավականին հետաքրքիր անուն է, հա, Խոզի տարի, ինչ հետ է սա կապված վերնը։ Տեսեք, ինքը շատ կառուցվածքային ավելի ճիշտ պատմություն ունի, այն առումով, որ իրադարձությունները գրքում սկսվում են 1983 թվականից, երբ Խոզի տարի էր։ 83 թվականի ձմռանը, երբ Սովետական միության գոմերից մեկում ծնվում է մի Հուսիկ անունով տղա։ Հետո հունվար-փետրվար այս պատմությունը 83 թվականի ձմռան պատմությունը անելուց հետո մենք տեղափոխվում ենք 95 թվականի գարուն, որը էլի Խոզի տարի է, երբ Հուսիկը արդեն 12 տարեկան է։ Հետո ամառ 2007 թվականի էլի Խոզի տարի, այո, 12 տարի անց այդ ցիկլը պահպանելու համար նաև գիրքը ունի այսպես փոքրիկ ենթավերնագրեր հունվարից մինչև դեկտեմբեր։ Այո, հունվար, փետրվար, մարտ, այսինքն 12-ը սիմվոլիկ թիվ է, էլի, այս գրքի համար։ Բայց ինչ որ հատուկ նշանակություն ունի, չէ, ես այդպես ուղղակի մտածեցի, որ կառուցվածքը այդպես ավելի հետաքրքիր կլինի, շատ տեխնիկական ինքը որոշում է, ոչ գեղարվեստական իհարկե, առաքյալների բանի հետ կապված չէ, էլի։ Լավ, եկեք հասկանանք ովքեր են կերպարները, որ այստեղ արդեն տեղ են գտել։ Իրական մարդիկ են, օրինված են։ Ես սիրում եմ այդ երկուսի միքսը անել, բայց ես ձեզ եկեք ասեմ, թե Հուսիկը ով է, մենք հասկանանք ինքը իրական մարդ է, թե ոչ։ Հուսիկը ծնվում է Սովետական Հայաստանում, արդեն ասացի գոմերից մեկում։ Հետո ինքը երիտասարդ տարիքում սկսում է զբաղվել, այդ երիտասարդ տարիքը նրա 2000-ականներն են Հայաստանի։ Այդ տարիներին ինքը սկսում է զբաղվել տների առքով վաճառքով, բրոկեր է։ Հետո արդեն, երբ որ ինքը 36 տարեկան է, այսինքն աշնանը, ինչ որ մի իրադարձությունների բերումով ինքը մտնում է քաղաքականություն եւ հանկարծ դառնում Հայաստանի նախագահ։ Բայց միջև այդ ինքը ունի սրտի անբավարարության խնդիր եւ քանի որ Խոզը այն կենթանին է, որ գիտությունն էլ դա ապացուցել է միջև հիմա, որ Խոզը այն կենթանին է, որ միակն է, որի սիրտը կարելի է պատվաստել մարդուն, Հուսիկին տալիս են Խոզի սիրտ։ Ինքը դրանից հետո սկսում է տարվել քաղաքականությամբ։ Հիմա իրականը թե հորինովի չգիտեմ։ Բավական հետաքրքիր բան ասացիք, հանկարծ դառնում է նախագահ։ Այդ հանկարծների շնորհիվ է, որ լավ, անցնենք առաջ։ Եկեք հասկանանք, թե պատմությունը, երբ որ կա, հա, արդեն ինքը սկսում է այսպես ցան հայտնվել, ուտել քեզ, հետո զարգանալ ու հետո արդեն հանձնվել գրքին, թղթին ու դառնում է գիրք, արդեն կազմված։ Ինձ հետաքրքիր է այդ պատմությունը, երբ որ արդեն այս տեսքով է, էլի շարունակում է մնալ ձեզ հետ, թե դուք արդեն տվեցիք այդ պատմությունը գրքին ու վերջ։ Չէ, ես իրենից վաղուց եմ բաժանված ինձ համարում, այն առումով, որ երբ ես ինձ մոտ արդեն ինքը պատրաստ է ինչպես այդ հմուտ տանտիրուհիներն են, հա, ասում, ճաշը որ եփում է, հետո համերը տալիս է, մի քիչ թողնում ես կրակից դուրս, որ համերը տա իրար, այդ համերը տված է եւ այլն, դա մոտորապես գրելուց հետո 3-4 ամիս հետո ես նորից իրան մի հատ վերընթերցում եմ եւ այլն, միջև հրատարակչին հանձնելը։ Դեռ միայն ես եմ կարդացել, այդ պահի հաճույքն էլ ուրիշ է, էլի։ Եվ երբ որ ես հասկանում եմ, որ այլևս ոչինչ չունեմ ասելու, այլ ոչ մի բան ավելացնելու չունեմ, տար փոխելու չունեմ եւ այլն, այդ պահին ես էլի եմ ասել, բայց այս ձեզ մոտ էլ ասեմ, այդ պահին ես ճիշտն ասած մի քիչ հուզվում եմ, որովհետեւ արդեն սկսում եմ կարոտել այդ մարդկանց կերպարներին։ Եվ այդ դա է հենց հրաժեշտի պահը։ Այսինքն ես իրեն շատ վաղուց եմ հրաժեշտ տվել, ավելին, քանի որ Հայաստանում գրահրատարակչությունը մի քիչ այսպես ձգձգվող process է, այսինքն ես այդ գիրքը հանձնել եմ անցյալ տարվա ապրիլին։ Եվ բնականաբար, բա մի տարի դու ինչ ես անում, արդեն ուրիշ պատմության մեջ ես, էլի։ Իսկ մի տարի ինչ էիք անում։ Դե դա արդեն երևի հաջորդ, հա, չէ, դա կա պատմություն, որն արդեն ժամանակ։ Դա մշտական process է, չգիտեմ ցավոք սրտի թե բարեբախտաբար, ես այլևս չեմ պատկերացնում իմ օրը առանց որևէ բան գրելու։
Ես չգիտեմ դա այդ գրածս ինչ կդառնա, գուցե գիրք չդառնա էլ, ասենք Facebook-ի ստատուս դառնա։ Հարցը դա չի, բայց չի կարող լինել մի օր, որ ես ինչ-որ բան չգրեմ։ Թեկուզ միայն ինձ համար։ Որտե՞ղ եք հանդիպում ձեր կերպարներին։ Իմ սիրած տեղը, ես միշտ ասում եմ, որ մուսային ես չեմ հավատում, չկա այդպիսի բան։ Ես հավատում եմ մարդաշատ եւ հնարավորինս կեղտոտ փողոցներին։ Կարելի ասել այնտեղ են ձեր կերպարները։ Բոլորը։ Բոլորը։ Եվ շատ սիրելի զբաղմունք է իմ մարդկանց տների պատուհաններին նայելը, բաց կամ փակ։ Լվացք փռող կանանց հետևելը։ Այդ լվացք փռելու տեմպերամենտից դու հասկանում ես այդ կնոջ հարաբերությունները ամուսնու հետ եւ այլն եւ այլն։ Բավականին հետևողական եք պաստորեն։ Լավ, գիրք գրելը դա այդքան էլ հեշտ բան չէ, որտեղ ցանկությունները միշտ կան։ Հիմա հեշտ բան է համարվում։ Հեշտ բան է համարվում, ափսոս։ Որտեղ փոքր հասակից, երբ որ ինչ-որ պատմություններ ենք, հա, մեր երևակայությանը սահմաններ չի ճանաչում հենց այդ տարիքում, մենք սկսում ենք այդ պատմությունները հորինել։ Բայց շատ անգամ հորինում ենք ու այդպես էլ անցնում գնում է։ Շատ քչերին է տրված այդ շնորհքը, որպեսզի հետագայում խմորեն ու դարձնեն գիրք, վեպ ու հետո տան թղթին ու դառնա գիրք։ Վաղուց է սա ամենը ձեր մոտ։ Վաղուց, գիտեք, կուզեի ասել շատ դպրոցական տարիներից, բայց այն որ ասում են, չէ, ծխական դպրոցից եւ այլն, բայց Սովորել ծխական դպրոց, տեղի ծխական։ Այդպես չի այդքան էլ, որովհետեւ ես 90-ականներին են իմ դպրոցական տարիները, իսկ այդ տարիներին, երբ որ տղաները շարադրություն էին գրում աշտան մասին, դա ամոթ չի, այդ ինչ ես անում, էլի։ Ու ես ինձ ավակ քույր ունեմ, ինքն էր միշտ գրում իմ շարադրությունները, հետո այնպես ստացվեց, որ մեր հայոց լեզվի գրականության դասատուն դարձավ նույնը, այսինքն քրոջս դաս էր տվել, հետո սկսեց ինձ դաս տալ։ Մի անգամ ինձ տենց ամբողջ դասարանի առջև ամոթանք տվեց, ասեց սրանից հետո ինքդ կգրես։ Ու ես ձեզ ասեմ, որ իմ բոլոր գրքերը ես նախքան հրատարակչին ուղարկել եմ, մինչև հիմա ես ուղարկում եմ այդ դասատուին։ Ինքը կարդում է։ Դա շատ այսպես բեկումնային նախադասություն է եղել ինձ համար, որ սրան դու ինքդ արա, ինչ ես ուրիշներին ասում։ Այդպես է սկսվել։ Բայց ես երբեք չեմ մտածել ու ճիշտ ասած ինձ համար մի քիչ տարօրինակ են մարդիկ, ովքեր ասում են, ես միշտ երազել եմ գրող դառնալու մասին։ Չկա էլի, ոնց ես երազել, գրեթե ինչա գրող դառնալ, որ երազել ես։ Այդպես ստացվում է։ Ունեի պատմվածքներ, որոնք մի քիչ ամոթել է պատմվածք անվանելը, այդպես գրություններ, տարբեր ինչ-որ նոթեր, բան, sense այսպիսի բաներ ունեի, որոնք հետո արդեն ամուսնանալուց հետո կինս մի անգամ ասաց, լսի դու ինչ չես ուզում գիրք գրես, վերջը, այդքան բան ես գրում, էլի, արի հավաքենք բոլորը մի գիրք դառնա գիրք վերջապես։ Ու այդպես ծնվեց իմ առաջին ժողովածուն պատմվածքների մի սուտողներ է կոչվում։ Ես իրեն այսպես մի քիչ sense հումորով եւ ժպիտով եմ հիշում, որովհետեւ այդ գրքում կա պատմվածք, որ ես գրել եմ 8-րդ դասարանում, ու կա պատմվածք, որ գրել եմ օրինակ բանակում։ Շատ ինքը բոլորովին գիրք չի էլի, ինքը այտենց պատմվածքներ ժողոված։ Դրանից հետո արդեն ես հանձնեցի այդ գիրքը հրատարակչին, իմ լավ բարեկամին, Արքմենիկին, որից հետո ինքը ասեց, դե արի սկսենք ավելի լրջացրու ամեն ինչը, այդպես հասանք այստեղ։ Քանի գիրք կա մինչև այսօր։ Սա 7-րդ գիրքն է, առաջին երկուսը պատմվածքների ժողովածուներ, հետո արդեն վեպեր կամ դրա նման բաներ։ Այ ասացի գիրք գրող չեն դառնում, հա։ Իսկ ինչպես ես զգում, որ դու գրող ես, ուզես չուզես, դա այդպես է։ Նախ օրվա անելիքի այսպես անելիքից ես որոշում, այսինքն դու հասկանում ես, որ ոնց է մարդը վերակենում, պետքա ինչ-որ բնական պահանջներ ունի, չէ, պետքա հաց ուտի, պետքա ընկերներին տեսնի, պետքա աշխատի։ Այդ գրելը դառնում է բնական պահանջ։ Այսինքն դու նայում ես, ասենք, ենթադրենք ժամը 4-ն է արդեն, դու ոնց բան չես գրել ու ինչ-որ ստրես է սկսվում ֆիզիկական մոտդ։ Նախ դրանից Երկրորդը չխաբենք ոչ մեկին, շատ կարևոր է այսպես ընթերցողի արձագանքը։ Այսինքն, երբ որ դու գրքերից հետո ընթերցողը սկսում է քեզ ճանաչել, սիրել, սպասել հաջորդ գրքերիդ, արդեն դու ինչ որ թևեր ստանում ես։
Այդ երկուսն է իմ կարծիքով։ Եվ իսկ գրելու նյութ ինչ-ինչ, բայց Հայաստանում գրելու նյութ լիքն է, էլի։ Այդ դեպքում ովքեր են ձեր հաջորդ գրքի կերպարները։ Չեմ կարող ասել, ոչ թե որովհետև չեմ ուզում ասել, այլ որովհետև իրենք մի բան կարող եմ ասել, որ իրենք մարդիկ են։ Չէ, սա շատ կարևոր բան է, որովհետև կան, չէ, գրողներ, որ սկսում են ես հարգելով բոլորին, էլի, սկսում են ինչ-որ բնության տեսարանների նկարագրությունների, ինչ-որ արևը, անձրևը, այսպես, ինձ մոտ նույնիսկ պատմվածքներում առաջին նախադասության մեջ մարդը կա։ Ես սիրում եմ, հա, շատ կարևոր մի բան էլ, ես չեմ սիրում, այդ գրքում էլ չեք գտնի, իմ որևէ գրքում էլ չեք գտնի գլխավոր հերոս։ Եթե դուք կարդաք այդ գիրքը ու ինձ ասեք, թե ով է գրքի գլխավոր հերոսը, ես կասեմ բրավո, էլի, չկա, գլխավոր հերոս չկա, ես սիրում եմ փոքրիկ մարդկանց, աննշան ինչ-որ գործողություններ անող մարդկանց, այս առումով ես շատ սիրում եմ Սարոյանին, էլի։ Հետաքրքիր է, վերջերս Netflix-ով դիտեցի Մարկեսի 100 տարվա մենությունը եւ գիտեմ, որ հեղինակը իր ամբողջ կյանքի ընթացքում արգելել է իր գրքերը էկրանավորել, որովհետեւ մտածել է, որ երբեք չեն ստանա այն ինչը որ ինքը գրող է, հա, ինքը մտածում է, այդպես եղել է նաեւ Զուսկինդը, մինչեւ վերջերս արդեն նկարահանվեց նրա հայտնի պարֆյումերը։ Եվ նրա մահից հետո արդեն Մարկեսի մահից հետո արդեն նրա որդին տվեց հնարավորություն եւ թույլտվություն, որպեսզի նկարահանվի վերջապես։ Բայց պայմանով, որ բոլոր դերասանները պիտի լինեն մեքսիկացի, որպեսզի կարողանան ճիշտ ներկայացնել այն ամենը, ինչ որ գրել է հայրը։ Երբևէ մտածել եք, որ ձեր գրքերը կարող են էկրանավորվել։ Ոչ, ես ուզել եմ դա, նույնիսկ ես հիշում եմ ինչ որ մի տարիքում շատ այսպես երազում էի, որ էկրանից ինչ-որ բան հնչի ու ես էկրանի ես կողմում, ասեն զգամ, որ ես եմ դա գրել։ Այսինքն այդ զգացողությունը ես սիրել եմ եւ սիրում եմ, չեմ թաքցնում։ Բայց ասեմ ձեզ, որ իմ գրքերից Կարմիրը վեպը արդեն իսկ էկրանավորման այսպես չասեմ նույնիսկ փորձեր, որովհետև սցենարը կա, նկարահանող խումբը կա, նույնիսկ փողը կա, ես սպասում եմ ամռանը։ Ամռանը, որովհետև փողը կա, արդեն պարզվում է։ Սպասում եմ ամռանը, որ սկսեն։ Ես դրա համար ուրախ եմ։ Այսինքն ինձ շատ, բայց ես ռեժիսորին էլ ասել եմ, որ խնդրում եմ սցենարը չտաս, որ ես նայեմ։ Ես չեմ ուզում տեսնել, որովհետև դա իր աշխատանքն է։ Բայց դուք համաձայն եք, որովհետև հենց դա է պատճառը, որ չի էկրանավորվել Մարկես։ Ինչ էլ ուզում է լինի, ես համաձայն եմ։ Ինձ հետաքրքիր է, թե իմ գրածը ինչ կարող է դառնալ։ Բայց շատ հաճախ ռեժիսորները փչացնում են պատմությունը։ Ոչինչ։ Լուրջ, համաձայն եք։ Ոչ մեկ չի ասելու Կարմիրը վատ գիրք է, ասելու են, ես հադրեք Պետրոսի ֆիլմը վատն է, հա։ Նայեք, հետաքրքիր բան կա, չէ՞, ասում են, ենթադրենք այս ինչ ֆիլմը, գիրքը կարդա, ֆիլմը չդիտես, որովհետև կարող ես ամբողջությամբ տպավորությունները փչացնել կապված պատմության հետ։ Օրինակ հենց Սթիվեն Քինգի, հա, Զիլիոն Էմիլիան, Կանաչ Կաղոնը եւ Փախուստ Շոուշենկից հիանալի էկրանավորված են, բայց երբ որ կարդում ես հենց գործը, դու հասկանում ես, որ փոքրիկ վիպակներ են դրանք ընդհանրապես, բայց արյութես դարձել են 3 ժամանոց ֆիլմեր։ Նույնն են Զուսկինդի տարբերակում, երբ որ պարֆումերը նկարահանվեց, հեղինակի մոտ մի պայման կար։ Առաջինը ես կդիտեմ եւ եթե դուրս չգա, ամբողջությամբ դեն կնետենք։ Չկա վախ։ Ես չեմ համարում, տեսեք, երբ որ ինքը արդեն դառնում է սցենար, ես չեմ համարում դա այլևս իմ աշխատանք։ Բոլորովին։ Իսկ դուք չեք մասնակցում սցենարային աշխատանքին։ Երկու միայն խնդրանք եմ ուղղել ռեժիսորին, որ նկարահանման որևէ մի օր ինձ կանչեն, ես տենց այնտեղ գնամ սուրճ խմեմ, ուղակի ոչ մի բան, եւ երկրորդը, որ դերասանները ամբողջ բոլորը հաստատվեն, ես ուղակի տեսնեմ, թե իրանք ովքեր են։ Հովիկ, բացեմ ձեզ մի գաղտնիք որպես դերասան, հետևողական եղեք, որովհետեւ շատ անգամ ոչ միայն ռեժիսորն է փոխում այն ինչ որ գրած է, շատ անգամ դերասանները հենց նկարահանման հրապարակում, հենց ռեքի ժամանակ, մասնագիտական լեզվով ասած, փոխում են ամբողջ տեքստը։ Եվ հետո երբ որ արդեն դիտում եք, հասկանում եք, որ լրիվ ուրիշ բան եք գրել, բայց ուրիշ բան է ներկայացված։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի եւ արդեն ֆիլմը դիտելուց հետո էլ դուք գոհ կլինեք, իսկ հաջորդ գրքին էլ երկար չենք սպասի։
Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չոր գինին։ Գիտեմ, որ այ ասում եք Մուսային չեք հավատում, բայց ինչ որ մի երևույթ կա, որ գալիս է ու այդ պահին ասում է դե գրի, արագացրու։ Թող այդ երևույթը միշտ ուղեկցվի կարմիր չոր գինիով, չգիտեմ ինչքանով եք նախընտրում։ Սարգոնը հաստատ այդ գինին է։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկներից մեկը, որտեղ միշտ զետեղված են հայտնի բանաստեղծներից կամ հայտնի երգերից ֆրազներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Քանի որ գրող եք, ուզում եմ ձեզ նվիրել Սահյանի խոսքերը։ Ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից։ Սա նվիրեք այն մարդուն, ով այս խոսքերի մեղավորն է ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն եւ շնորհակալություն գրքի համար, խոստանում եմ անպայման կարդալ եւ անձամբ հայտնել իմ կարծիքը։ Կսպասեմ։ Շնորհակալություն, հիմա կճանապարհեմ մեր հյուրին, այնուհետև կշարունակենք ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում սիրելի հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, ես այսօր պատրաստել եմ շատ համեղ նախաճաշի տարբերակ, առաջարկում եմ, այսինքն այս նախաճաշի տարբերակը դուք էլ պատրաստեք եւ իհարկե առավոտյան փորձեք ավելի սննդարար առավոտ ունենալ եւ իհարկե հատկապես երեխաներին մատուցել այս նախաճաշը։ Ուրեմն ինչ եմ արել մինչ այս պահը, կատնաշոռը, թթվասերը, բանանը տրորել ենք միասին, այս ամբողջը մի զանգված է ստացվել եւ իհարկե այստեղ ավելացրել եմ բազմապիսի մրգեր, նարինջ, խնձոր, տանձ եւ սիրելիներս ցանկության պարագայում կարող եք այստեղ ընդեղեն ավելացնել, շատ համեղ կստացվի, հատկապես ընկույզը կդարձնի շատ ավելի հարուստ, ավելի ճիշտ նախաճաշ։ Ես ասեմ, որ հիմա համարյա ավարտել եմ իմ աշխատանքը, պարզապես պետք է այն խառնել, լավ խառնենք, թողնենք սառնարան, որպեսզի սառ չի այն, որովհետև շատ սառը տարբերակով ավելի հաճելի կլինի ճաշակել այն, այնպես որ խառնում եմ եւ տեղափոխում եմ սառնարան։ Քիչ ավելի ուշ արդեն միասին կզարդարենք այն եւ ամենավերջում ուզում եմ այստեղ մի քիչ էլ մուրաբայի հյութ ավելացնել, բայց դա կթողնենք վերջում։ Այո, ինչպես արդեն նկատեցինք, այստեղ լի են սպիտակուցները, վիտամինները, նաև եւ շատ հարմար նախաճաշ է առավոտյան։ Այո, հատկապես մարզվող մարդկանց համար, սիրելիս, դու մշտապես մարզվում ես, ես կարծում եմ սա քեզ համար շատ լավ նախաճաշ է։ Այ, տեսնում եք, Ադրեն հոգատար է բոլորիս հանդեպ եւ բնականաբար առավոտյան մտածում է թե ինչ պատրաստի, որպեսզի ոչ միայն ուղակի պատրաստելու համար, այլ ոչ որպեսզի ճիշտ նշանակետին այս ամենը ներկայացվի, այնպես շնորհակալություն։ Անշուշտ եւ եւս մեկ անգամ անուշ լինի, ես հուսով եմ բոլորս կճաշակենք սա եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել հեռուստադիտողին, որ թարմ մրգերի փոխարեն կարող են այս նույն բաղադրությամբ պատրաստել չրերի տարբերակով եւ ընդեղենով, այնպես որ երկու տարբերակն էլ շատ տեղին կլինի։ Ես պարզապես ցանկացա, որ թարմ ավելի թարմություն լինի այս ամեն ինչի մեջ։ Ահա պատրաստ է, ես կարծում եմ նույնիսկ կարելի է մի փոքր փորձել, ես ուզում եմ փորձել։ Ես կարծում եմ դա շատ անհրաժեշտ է։ Այո, արի փորձել։ Մարդես հանկարծ մի բան մոռացած չլինենք մեջում ավելացնել։ Ես էլ փորձեմ, դու էլ տեսնեք ինչ է ստացվում։ Բայց դու շատ այսպես դու փորձի քո չափաբաժնով, սիրելիս, ես շատ այսպես թերահավատորեն ես մոտեցել իմ փորձման չափաբաժնին, Ադրինե, որտեվ ես հիմա ուզում եմ իրեն բավականին փորձեմ։ Համեղ է։ Ահա, մեր ռեստորան ասում է ամբողջը չուտես, մեզ էլ թող։ Համեղ է, ժողովուրդ ջան։ Այո, համեղ է եւ սննդարար ամենակարևորը։ Այնպես որ պատրաստ եք սիրելիներս ու վայելեք։ Մեր ռեստորան ասում է ավելի լավ հիմա դադար տանք, թե չէ ամբողջը կուտեք, մեր ժամը մեզ չի մնա։ Հիմա դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն գիտեք, մենք միշտ հորդորում ենք առողջ ապրելակերպին եւ այսօր էլ բացառություն չէ, փորձել ենք միասին ուղևորվել դեպի Hill սպորտային համալիր, որտեղ 70-ից ավելի մարզաձև կա յուրաքանչյուրիս համար։ Ընտրենք մեզ համար ամենահարմարը, ամենահետաքրքիրը։ Իսկ այդ հարցում մեզ միշտ օգնում են իհարկե Hill-ի պրոֆեսիոնալ մարզիչները։ Խնդրեմ, տեղափոխվենք Hill սպորտային համալիր։ Hill
Hills սպորտային համալիրում անցկացվող Kids Fitness մարզումները համատեղում են խաղը, շարժումը եւ առողջ ապրելակերպը, դարձնելով մարզումն իսկական արկած փոքրիկների համար։ Փորձառու մարզիչների վերահսկողությամբ երեխաները զարգացնում են իրենց շարժողական ունակությունները, հավասարակշռությունը, արագությունը եւ տոկունությունը, միևնույն ժամանակ սովորելով թիմային աշխատանք եւ կարգապահություն։ Սա պարզապես մարզում չէ, սա մի միջավայր է, որտեղ երեխաները ոչ միայն շարժվում են, այլև խաղում, զարգանում ու սովորում ճիշտ կերպով օգտագործել իրենց էներգիան։ Մարզիչները հմուտ եւ մանկավարժորեն մոտեցող մասնագետներ են, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծում են անհատական մոտեցում, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները եւ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Մարզումների ընթացքը հագեցած է զվարճալի վարժություններով, շարժողական խաղերով եւ խմբային աշխատանքով, որը զարգացնում է երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական հմտությունները։ Հատուկ մշակված ծրագրերն ուղղված են կեցվածքի ուղղմանը, կոորդինացիայի, ճկունության, ուժի եւ տոկունության զարգացմանը։ Հիլսում մանկական մարզումները տեղի են ունենում հատուկ հարմարեցված անվտանգ պայմաններում, հաճելի գունավոր միջավայրում, որը մղում է երեխային առաջ շարժվել, հաղթահարել եւ հաղթել։ Դե շնորհակալություն իհարկե Hills սպորտային համալիրին, որտեղ կա յուրաքանչյուրիս համար համապատասխան մարզաձև եւ շնորհակալություն, որ տալիս է հնարավորությունը կարողանալու հետևել մեր առողջությանը։ Առողջությանը հետևում ենք նաեւ սննդակարգի միջոցով, իսկ այս առավոտ, ինչպես արդեն հասկացանք, Ադրինեն առաջարկում է բոլորի սպիտակուցներով լի եւ վիտամիններով լի նախաճաշի իր տարբերակը։ Հիմա տեսնենք, թե որ փուլում է արդեն Ադրինը։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո, մեր հեռուստատիտողին այսօր առաջարկում եմ շատ համեղ, շատ սննդարար, օգտակար մեր օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով նախաճաշ։ Այն արդեն սառչում է սառնարանում, որովհետև կատնաշոռեր, թթվասեր, մրգեր, շատ հետաքրքիր համադրություն եւ շատ համեղ համադրություն։ Հիմա այս պահին ես մտածեցի, որ շատ հարմար կլինի նաեւ այս նախաճաշի կողքին մի լավ համեղ թեյ պատրաստել եւ մատուցել, հրամցնել։ Եվ հենց հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն էի կատարում, սիրելիներս։ Ուզում եմ այդ process-ը միասին ուրեմն անցնենք եւ ինչ է պետք այս համեղ թեյի համար։ Ես մշտապես շատ ավանդական է իմ խոհանոցում, մշտապես այս համեմունքներով եմ պատրաստում թեյը։ Երևի թե կհիշեք շատ անգամներ էլի միասին նույն ձևով պատրաստել ենք։ Այսօր եւս մեկ անգամ կկրկնենք, թե ինչ է պետք այս համեղ թեյի համար։ Ես այստեղ հիլ եմ լցնում ափսեի մեջ, մի քանի հատիկ, 3 հատիկ, այստեղ ավելացնում եմ մի 5 հատիկ, խնդրեմ, մեխակ, հետո բնականաբար սև թեյ, ես այս փոքրիկ պարկերի մեջ եմ պահում իմ ուրեմն թեյի համար հարմար բաղադրիչները, այստեղ ունենք վարդի թերթիկներ, անպայման առանց վարդի թերթիկների չենք պատրաստի մեր թեյը, ահա, խնդրեմ, ավելացնելու ենք նաև վարդի թերթիկներ, այստեղ ունենք մի կտոր նաբատ, ահա, սառնաշաքար, խնդրեմ, սա էլ սառնաշաքար, եւ այստեղ իհարկե մենք պետք է օգտագործենք դարչնի փայտիկ, ահա, խնդրեմ, սա կլինի մեր թեյի բաղադրիչները, սիրելիներս կլցնենք մեր ամանի մեջ, այսպես ասած թեյնիկի մեջ եւ իհարկե վրան կավելացնենք եռացրած ջուր։ Խնդրեմ։ Ահա այսպես, եւ կթողնենք այն թրմվի, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է մի լավ սրբիչ, ես այն այսպես կծածկեմ եւ կթողնեմ այս ջերմությունը մնա թեյնիկի մեջ, որպեսզի ամբողջությամբ այն գեղեցիկ գույն ստանա եւ թրմվի։ Ահա, թողնենք մի կողմի վրա։
Այսպես։ Դու եկել ես ջրով, ջուրը շատ պետք է եւ առողջարար, խմիր։ Ես քեզ համար եմ բերել։ Ինձ համար ես բերել։ Այո, ինձ թվաց ինչ որ բան է խանգարում քեզ։ Այո, շնորհակալություն։ Իսկ միշտ դու կվայել ես ջուրը, Շատ շնորհակալ եմ ուշադրության համար։ Ես նշեմ, որ այս ամբողջ ընթացքում այս համեղությունները պատրաստելու համար Ադրինեն ոչ մի ջանք չի խնայում։ Ամենակարևորը բաղադրիչը տալիս է իր ներսից, դա սերն է, այն մեծ սերն ու ջերմությունը, որը շատ կարևոր է, իսկ հետո արդեն օգտագործեց այսօր կաթնամթերքի հրաշալի տեսականին, որն առաջարկում էր Էլոլա ապրանքանիշը, բնականաբար կաթնամթերք, պանիր, կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոր եւ շատ ու շատ հետաքրքիր տեսականի այսուհետ հասանելի ողջ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Դե բնականաբար էլ օրվա ընթացքում մեր շատ անհրաժեշտ է նաեւ մեկ այլ տեսակի սնունդ, որը ես միշտ գտնում եմ այս պահածոների մեջ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկող հատկապես թթուների շարքը ինձ շատ է դուր գալիս եւ ես միշտ մտածում եմ, որ ինչքան շատ եմ ես սիրում հենց Իջևանի պահածոների թթուների տարբերակը եւ իհարկե կոմպոտների լայն տեսականի նույնպես հասանելի է բոլորին։ Դե հոյակապ է։ Կենաց, Ժողովուրդ ջան, կենաց։ Դե ամեն ինչ արդեն խառնվեց իրար, թե այնտեղ թրմվում է, ինչ որ բան կավելացնի։ Այո, անպայման, մենք դեռ գործը չենք ավարտել, բերում եմ մեր համեղ նախաճաշը։ Եվ Ադրինե։ Եվ հիմա լցնում ենք այս համեղ նախաճաշը մեր մատուցվող ամանի մեջ ու սկսում ենք ամենագեղեցիկ process-ը, այսինքն զարդարման ընթացքը, որը ես շատ եմ սիրում, շատ։ Ահա, սա թողնում եմ մի կողմի վրա, այսպես փորձեմ մի փոքր հարթեցնել այն, և իհարկե մեր կտրատված մրգերով փորձենք ինչ-որ տեսք տալ այս համեղ նախաճաշին, տեսնեմ, թե ինչպես կարող եմ այն զարդարել, որպեսզի շատ գունեղ լինի։ Ոչ շատ գեղեցիկ էր ստացվում։ Այո, եւ իհարկե ախորժաբեր լինի։ Ինչու ոչ երեխաներին սա կոգևորի, ես կարծում եմ։ Այսպես։ Ինչ մտածենք, Սուր ջան, ինչ որ հետաքրքիր բաներ։ Բայց դու շատ այսպես արվեստաշունչ մոտեցում ես ցուցաբերել։ Այո, փորձում եմ, որպեսզի այն գեղեցիկ ստացվի։ Իհարկե տանձը շատ գեղեցիկ է, ես ամենասիրելի մրգերից մեկն է այն, ես շատ եմ սիրում եւ ուզում եմ իրեն գեղեցիկ ներկայացնել։ Այսպես։ Երևի թե մի երկու խնձոր այս կողմում, այսպես, մի երկու խնձոր էլ այս կողմում, կարող ենք համարել, որ զարդարված է, դե հիմա մեր տարբերակով, եթե հեռուստադիտողը ցանկություն ունենա այլ տարբերակով ներկայացնել, իհարկե կարող է։ Եվ այստեղ մենք ունենք մուրաբա, մուրաբայի հյութը, ինչպես նշեցի, ուզում եմ ավելացնել այս համեղության վրա, այսպես, և մրգերի վրա ևս, այսպես, կարծում եմ հետաքրքիր եղավ։ Նախաճաշը պատրաստված էր ավելի շատ մրգերից, մուրաբան բանջարեղենի մուրաբա է, Ճիշտ է, այո, սմբուկի, բայց ամենահամեղ, ամենաիդեալական մուրաբաներից մեկն է, ես շատ ուզում եմ նաև մեր հեռուստադիտողին ասել, որ մենք արդեն կերել ենք, սիրելիներս։ Բան չի մնացել, մի քանի կտոր։ Այո, այստեղ մի քանի կտոր, բայց նայեք ինձ սիրուն է, պուպուշ։ Այսպես գեղեցիկ մուրաբա է, սմբուկի մուրաբան և կարծում եմ հազարավոր մրգերից շատ ավելի համեղ է ստացվում այն, այսպես, խնդրեմ։ Մենք կարող ենք արդեն ունել կարճ դադար։ Իհարկե կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Դե որ այդպես հիմա կարճ դադար կլինի և արդեն հետո կվերադառնանք ու կտեսնենք ինչ եղավ այս ամենը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին և ես ունեմ շատ հետաքրքիր ու տաղանդավոր հյուր, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք տաղանդավոր երգիչ երգահան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանին, բարի առավոտ։ Բարի առավոտ Սուրեն ջան։ Դե անձրևի հետ լավ ենք։ Այո, եղանակների տատանումները մի օր անձրև, մի օր արև, այսպես մի փոքր չի գնում։ Ընդհանրապես եղանակի մարդ եք։ Գիտեք, սիրում եմ, 4 եղանակներ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում գարուն ու ամառը էլի։ Տաքն եք ավելի շատ սիրում։ Հիմա ինչ-որ բան արվեստագետ սրտից վախենում բացել մանաս։ Հիմա ինչ-որ բան փոխվել է մեր իրականության մեջ, ձմեռը ձյուն չի գալիս, այն ձյունը, հա, մանկական ձյունը, հեքիաթի ձյունը։ Հիշում եք ձեր մանկությունից որոշակի բաներ։ Ոչ չեմ հիշում, Սուրեն ջան, բայց եթե փոխվելու մասին ենք խոսում, աշխարհն է փոխվել։ Աշխարհն է փոխվել, այո։ Մի հատ օրինակ եմ ուզում բերեմ,
այդ մեր ֆիդայիները երբ որ կռվում էին, հետո նոր կանդրադառնամ մանկության էլի։ Ֆիդայիները երբ որ կռվում էին, մեր Սասունցի մշեցի ֆիդայիները Ախոն ու Իսրոն, ուրեմն տարոնում այդ թեժ կռիվների ժամանակ, այդ թեժ լեռնական Սասունում մուշում այդ կռիվների ժամանակ երկու ընկերով չզոհվեցին, երբ որ եկան Արևելյան Հայաստան, մի ընկերը զոհվեց։ Ախոն ու Իսրոն էին։ Եվ ընկերներից մեկը ճար կարդաց, ասում է թողեցիր, ասում է Սասնու լեռները մշու, դաշտ ու դուրան են թեժ կռիվներին հաղթեցիր, եկար այստեղ զարգվար, գուզես մեկ հատ ճլոտ մքաշեմ քեզի։ Ասում է, բայց բան չունեմ ասելու, աշխարհի մակարդն է կորե, աշխարհի մակարդն է փոխվել է, այո։ Մանկությունն էլ անդրադառնամ մանկությունին, որ ձնագնդիկները կար, ձմեռ պապիները կար, գիտես, այն ժամանակվա ձմեռներ էր ուրիշ, այն ժամանակվա ժամանակներն էլ էին ուրիշ, այն ժամանակվա հոգեբանությունն էր ուրիշ, մեր մանկությունը ուրիշ ձևի անցել է գեղեցիկ խաղերով, անցել է հավալաններով, էշմիլիցատազ։ Ես եմ խաղացել այդ բոլոր խաղերը։ Տեսնում եք իրանց այդ ամերիչը կամ հեռախոսի մեջ է։ Apple-ն է, վերցնում են ձեռները 2-3 տարեկան զբաղվում են այդ բնության տրված մարդուն այդ համոհոտը կորել է այսօր։ Ամեն ինչ դարել է ռոբոտային։ Այո, այն նշեցիք աշխարհն է փոխվել եւ մի քանի օր առաջ էր, հա, երբ ոգեկոչման օրն էր, ապրիլի 24-ը, եւ շատ ու շատ արվեստագետներ, երգիչներ, գրողներ միշտ անդրադառնում են այդ օրվան իրենց գործերով, իրենց երգերով, իրենց, չգիտեմ, վեպերով կամ պատմություններով, որպեսզի այդ հուշը, այդ դրա մասին, հա, այդ ինֆորմացիան սերնդեսերունդ, պահանջատիրական ինֆորմացիան սերնդեսերունդ փոխանցվի։ Սուրեն ջան, շատ լավ հարց ես տալիս, ցեղասպանությունը դարաշրջանի որ եղավ, դա այն արհավիրքն էր, որ աշխարհը մինչև այսօր անտարբեր եղավ, մինչև այսօր անտարբեր է եւ 110 տարի հետո նույն ցեղասպանությունն ու էթնիկ զտումը եղավ Արցախում։ Նորից աշխարհը անտարբեր է։ Սա գալիս է մեզ մի բան ասելու, որ մեր ազգայնական հոգեբանությունը ինչ որ ունենք մեր մեջ, ավելի պիտի շատացնենք, ավելի կարճած պիտի լինենք ցեղասպանության ճանաչմանը, ավելի ոգեկոչենք, ավելի բարձրաձայնենք աշխարհին, որ եղել է ցեղասպանություն 110 տարի հետո Արցախի ցեղասպանությունն է եղել նույնպես, հասցնենք այն աստիճանին, բայց մենք հույսներս դնելով մեր վրա։ Երբ որ տեսնում ենք աշխարհի անտարբերությունը, սա գալիս է մեզ մի բան ասելու։ Հզորանանք, ուժեղանանք, իրար սիրենք, հայոց բանակը հզորացնենք, որ կարողանանք հասնենք մեր նպատակներին։ Ոչ մեկ մեզ չի օգնելու։ Հին երգերի մեջ ֆիդայական կա, չէ, օտար մեզի թայֆաչունի հելիր կապիմ քութվանք։ Մշեցի կինը իր որդուն ասում դարաշրջանի պատերազմին, որ հույսը դիր քո թվանքի վրա, օտար մեզի թայֆաչունի չի գալու, չի օգնելու, մեր համար ոչ մեկ չի կռվելու։ Մենք ենք մեր լուծը քաշելու, մենք ենք ազգայնական այդ գաղափարախոսությունը, պահանջատիրությունը մեր ուսերին տանելու եւ Սուրեն ջան, հարցը այնպեսին էր, թող մի քիչ ծավալվեմ։ Քանի որ արվեստի ներկայացուցիչ եմ ես, երգարվեստի հիմնականում մենք երգիչներ չենք, մենք ազգային երգերի քարոզող եւ մեկնաբաններ ենք, որը որ աշխարհը գիտի եւ հաշվի անստում մեզ հետ։ Այսօր երբեմն նայում եմ այս թուրքերի ժամանակավոր հաջողությունները մեր երրաբլուրն են ցույց տալիս, ինչ որ իրենց կեղտոտ լացակումած երգերով խնդում են մեր վրա, երրաբլուրն են ցույց տալիս, տեսեք հայերի դիակները, տեսեք իրենց գերեզմանները, որ մենք այսօր հաղթել ենք, այսօր պարշճակատ ենք։ Բայց այսօր մեզ մոտ Սուրեն ջան, ինչքան թերի ազգային երգը խոսքս ուղղում եմ մեր եթերներին, մեր գործընկերներ ջան, ձեր ցավը տանեմ, ազգային երգը միշտ ցույց տվեք, միշտ թողեք որ սերունդները լսեն այդ երգերը։ Այսօր թուրքերը իրանց դպրոցներում Ադրբեջանի մասին է խոսքս, դե Օսմանյան կայսրության չեմ ասում, նրանք գիտենք արդեն ինչ են։ Դպրոցներում դասավանդում են, որ գյաուր հայը քո թշնամին է, եթե դու մեծանաս հայ սպանես, կգնաս դրախտ եւ ընտեղ 40-50 հատ կույս քեզ են սպասում։
Այսպեսի սերմացանում են իրենք իրենց մեջ հային թշնամի են հանում, իսկ մեր վիճակը այսօր տեսեք ինչ ձևի է։ Մենք ասում ենք վայ թուրքական դրոշ չվառենք, վայ էս չանենք, այն չխոսանք։ Չի լինում այտենց։ Եվ ազգային երգը այսօր թերի է ապրում։ Ես շատ եմ ուզում, որ մեր գործընկերները լսեն այս մեր ելույթը եւ շատ ավելի ազգային երգեր ցույց տան, որովհետեւ Ադրբեջանում տեսեք ինչ է կատարվում, իսկ մեր մոտ ինչ է կատարվում։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքով եւ մեր գործով, հա, պիտի որպես զենք օգտագործենք եւ կռվենք այս բոլոր անհավասարությունների եւ, չգիտեմ, արհավիրքների դեմ։ Ձեր զենքը այսօր նաեւ հենց այդ երաժշտությունն ու երգը բարձր պահելն է։ Ամենակարևորը Սուրեն ջան, ազգային մտածողությունն ու հոգեբանությունն է, որ մարդու մեջ պետք է լինի։ Մեր հայ տեսակը ոնց որ եղել ենք մենք, այդ հայ տեսակը չկորի։ Երբ որ քո արմատներից, քո սկզբունքից, քո մշակույթից հեռանում ես, քո ազգայնականներին փնովում ես, քո ազգային հերոսներին չես հիշում, մենք դատապարտված ենք գերեզմանով։ Գարեգին Նժդենա, չէ՞, այդպիսի մի լավ խոսք ունի։ Երբ որ ասում է քո քաջերի պայքարը, եթե չգնահատես ճիշտ ժամանակին, հույսը չտնես քո ուժի վրա, քանի սուրն է կառավարում աշխարհը, ձիթենիով մի զինվիր։ Ուժն է ծնում իրավունքը։ Մենք սա պետք է սարքենք մեզ նշանաբան եւ գնանք։ Շատ կարևոր է այդ հայրենասիրությունը դաստիարակել հենց արմատավորել հենց մանուկ հասակից, հա, ինչին նաև նպաստում են բոլոր այն երգերը, այն պատմությունները, որոնք այսօր մշակույթն է փորձում կաթիլ առ կաթիլ, ամենայն դեպս մշակույթի նվիրյալները, կաթիլ առ կաթիլ սերմանել երեխաների սրտում, հոգում։ Վերադառնանք երաժշտություն եւ վերադառնանք հենց այն ամեն ինչը, որ այսօր ներկայացնում եք դուք։ Ինչ գործունեություն կա հիմա, որովհետեւ այս աշխարհի թոհուբոհի մեջ միևնույն է էլի եմ ասում, արվեստն կարևոր զենքն է, որով պիտի նաև կռվել։ Գիտես, Սուրեն ջան, մենք իսպիրյաններս մնացել ենք մեր ոճին եւ այսօր ինձանից հետո շարունակողներ կան, նույն ոճը, նույն ազգային երգը, նույն հայրենասիրական երգը շարունակեց Աղասին Իսպիրյանը, Աղասին ոնց որ ասած Աղասին հաջորդեց Արաբոն, Արաբոյին հետ հաջորդելու է Աղասի տղան Տարոն Իսպիրյանը, դեռ զինվորության է, հիմա ծառայում է, սահմանում է, ես ողջունում եմ սահմանում կանգնած մեր բոլոր զինվորներին, հատկապես քեզ Տարոն ջան, որ այսօր կանգնած ես ամուր քո հողի վրա եւ հսկում ես քո հայրենիքը, շարունակողը Տարոնն է, մենք մեր ոճը երբեք չենք փոխել եւ չենք էլ փոխելու։ Մենք ոնց կանք ժողովուրդը մեզ ոնց ընդունում է, այդպես շարունակելու ենք քարոզել, երգել պատմական Հայաստան, արևմտյան Հայաստան, երգել ավետյաց երգիր եւ ամեն առավոտ մենք նայում ենք Արարատին։ Արագածը մերն է։ Երկուսն էլ մեր համար սրբություններ են, բայց մենք նայում ենք Արարատին։ Ժողովուրդ, մենք նայում ենք Արարատին։ Ես առաջարկում այս առավոտ էլ հիմա նայենք հեռուստաէկրանին, որովհետև առաջարկում դիտենք տեսահոլովակը, որը վերջին աշխատանքներից է, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Հարսանյաց տոնը հանդես, երկու պարով համով ձեզ, սարգեք տմբուկ փչեք սուրնա, ես ամենալավուրնա, Հարսանյաց տոնը հանդես, երկու պարով համով ձեզ, սարգեք տմբուկ փչեք սուրնա, ես ամենալավուրնա։ Հարցնու պեսան հասան իրենց մուրացին, եկեք երկու պարով նրանց ուրախացնենք միասին, վանքի դարանը կանգնած են հարցնու պեսա ու քավոր, որ այսօրը դարձանենք անմոռաց մի հիշարժանոր, վանքի դարանը կանգնած են հարցնու պեսա ու քավոր, որ այսօրը դարձանենք անմոռաց մի հիշարժանոր։ Հարսանյաց տոնը հանդես, երկու պարով համով ձեզ, զարգեք տմբուկ փչեք սուրնա, ես ամենալավոր
ես ամենալավորնա Ուշկենացներով երկու բարով թող այսօր ունացնի Թող կարոցները մանած գիսերունդներին հասնի Եկեք խմենք թող մեր զույգերը մի բարձի ծերանան Նրանք են զավակ ունենան արժանանան այսօրվան Եկեք խմենք թող մեր զույգերը մի բարձի ծերանան Նրանք են զավակ ունենան արժանանան այսօրվան Արսանիած տողնահանդես, երկու պարով համոզես, զարգեք թմբուկ պեչեք զուրնա էքս ամենալավորնա Արսանիած տողնահանդես, երկու պարով համոզես, զարգեք թմբուկ պեչեք զուրնա էքս ամենալավորնա Խոսենք հետագա անելիքներից, հա, որովհետև միշտ էլ արվեստագետի համար կարևոր է, երբ նոր գործեր են լինում, նոր աշխատանքներ, տեսահոլովակ, որը քիչ առաջ դիտեցինք, ինչ նոր անելիքներ կան, ինչ նոր նախագծեր կան, որովհետև այս տարվա ընթացքում դեռ պետք է շատ բան արի։ Գիտեք, մենք միշտ ազգային երգերով էինք դուրս գալիս ժողովրդի առաջ, քարոզում ենք ազգային երգը, հայնասիրական, հեղափոխական երգերը, բայց այս անգամ որոշեցինք ծես անել Եվ այս տեսահոլովակը ծես արեցինք հարսանիական, որպեսզի գիտես այսօր մեր ծեսերն են մի քիչ փոխվել էլի, տարբեր ժամանակակից ավելի բաներն են մտել մեր մեջ, ես որոշեցի այս ծեսով անել հարսանիական այս մեր տեսահոլովակը, որ ժողովուրդը տեսնի, հասկանա, որ մեր ծեսերից պետք չի կտրվել, մեր արմատներից, մեր սկզբունքներից պետք չի կտրվել, ասեմ, որ ապագայում ունենք համերգներ, ես պիտի մեկնեմ մայիսի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ Ակվակալենտե կազինո կա, որի սրահից ներս ես Աշոտ Ղազարյանը պիտի վարի, Ավո Ադամյանը պիտի լինի եւ մեր Արմենը Աբարանցի միասին պիտի ելույթ ունենանք, իրենց երգերը ես էլ ազգային հայնասիրական եւ շուրջպարները մեր ազգագրական երգերով փակումը պիտի անեմ, ելույթը սիրելի հայնակիցներ ամսի 17-ին է Ակվակալենտայում, սիրով սպասում ենք ձեզ, արդեն տոմսերը վաճառվում են, ունենք նաեւ սեպտեմբերին հյուրախաղեր Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա, դե այսպես է Երկիչի կյանքը Սուրեն ջան, դու ինձանից լավ գիտես։ Այո, իհարկե։ Իսկ նոր Աշուղ Ջիվայնն է, չի ասում, այսօր այնտեղ վաղը նոր մշակումներ, նոր գործեր։ Նոր մշակումներ անշուշտ կան։ Արաբոնա պատրաստվում նոր երգերի, Աղասին եւ միասին ասել եմ, որ Արաբոն եւ Աղասին դուետ անեն։ Ես էլ ունեմ նոր երգեր, պատրաստում եմ Դե այսպես է, միշտ պիտի թարմացնես ծրագիրը, միշտ պիտի նորություններ տաս ժողովրդին, որ ժողովուրդը տեսնի, որ իսպիրյանները ինչ նորություններ են տալիս մեր ժողովրդին եւ ժողովուրդը սպասում է դրան։
միշտ նորությունների սպասում է մեր ոճի մեջ, մեր կատարողական արվեստի մեջ։ Այ դուք նշեցիք աղասին, արաբոն, հիմա արդեն տարոնը, այսինքն սերնդափոխություն, որը շատ համահունչ ու շատ ճիշտ ձևով արվում է։ Ոնց եք տեսնում, հա, հետոն, որովհետև շատ կարևոր է, որ այս ավանդույթները ճիշտ փոխանցվեն, հանկարծ ճանապարհին ինչ-որ բան չխեղաթյուրվի, ինչ-որ բան չփոխվի։ Ոնց եք տեսնում այս process-ը եւ արդյոք հետագայում հենց այս նույն ձևը կշարունակվի։ Գիտես Սուրեն ջան, դրա բառապացույցը ժողովուրդն է։ Ժողովուրդն է, մենք տեսնում ենք ապագան մեր համերգներից։ 1 տարի առաջ դեռ հələ Արցախի ժողովուրդը չէր դատարկել Արցախը, դեռ գաղթի ճամփան չէին վերցրել։ Մեր համերգից ընդամենը 2 օր հետո դատարկվեց Արցախը, որը որ շատ մեծ ցավ էր նամանավանդ մեզ իսպիրյաններից համար։ Այս երգերը սերնդեսերունդ երբ որ գալիս են իսպիրյանների ոճը, ժողովուրդը գիտի, թե հայրենիքում, թե աշխարհում, եւ ունկնդիրն է գնահատում։ Մենք մեր համերգներից այդ բանակը գիտենք եւ այն մարդիկ, որ հետևում են մեզ, մեր երգերով առաջնորդվում են ազգայնական եւ պահանջատիրության գաղափարի այս երգերին, հեղափոխական հայրենասիրական երգերով, այդ ունկնդիրը չի փոխվում։ Իրանց ընտանիքի մեջ այդ դաստիարակությունը կա արդեն, Սուրեն ջան։ Ոնց որ իմ ընտանիքի մեջ ես ժառանգել եմ, ժառանգաբար գնում եմ իմ տղուս, իմ տղայցս, իմ թոռներին եւ մեր բոլոր իսպիրյան գերդաստանի մեջ կա այդ դաստիարակությունը, քանի որ մեր պապերը ջարդ են տեսել, մեր պապերը ֆիդայական շարժմանը մասնակից են եղել։ Մենք դա ժառանգաբար պահում ենք եւ մեր երգը հետևողները իրենց ընտանիքի դաստիարակությունը արդեն ստանձնում են։ Այո։ Դա շարունակական է եւ ապագայա մեր ժողովրդի համար այն մարդկանց, ովքեր որ այդ արմատական սկզբունքով այդ երգերին հետևում են։ Հայաստանից դուրս հանդիսատեսը էմոցիաների արտահայտման առումով նման է Հայաստանում ապրող հանդիսատեսին։ Նայեք, մեր հանդիսատեսը նույնն է։ Այդ ազգային երգերի ոգևորվածության ժամանակ նույն է։ Մի քիչ տարբերություն կա Լիբանանի արևելքի մեջ։ Երբ որ ասենք կուսակցությունները, ավանդական կուսակցությունները կանչում են իսպիրյաններին, մենք գնում ենք այնտեղ համերգների, հյուրախաղերի, Լիբանանի մեջ մի քիչ տարբեր է։ Սիրիայում էլ էր տարբեր, Հալեբում, Դամասկոսում, այնտեղ էլ ոգին արևելքի ժողովրդի մեջ ընդհանրապես տարբեր է։ Գիտեք, հեղափոխական երգերի ժամանակ հայրենասիրական, գիտեք քանի հատ աթոռու սեղանակ կոտրվում։ Երիտասարդները, որ գալիս են այդ քոացած էմոցիաների մեջ, գալիս են մանավանդ կամավոր երգի ժամանակ կամ մեր երգերից Արաբոյի տուն իմ հայրենի կամ պիտ պաշտպանեմ, այս երգերը որ երգվում է, սեղան ու աթոռները կոտրվում են։ Եվ 1000 հոգի կամ 1500 հոգի կամ չեմ անում քանի հոգի պարանդեսներին որ լինում է, այդ ժողովրդին, որ հանգարց լինեինք Թուրքիայի սահմանի մոտ ու ես բեմա հարթակից ասեի, թեկուզ իմ համերգների ժամանակ համալիրում որ 15000 մարդ կար, ասեի սահմանը անցեք կանցնեին։ Եվ դա է հենց արվեստի ուժը, որովհետև հենց այդ էմոցիաների ամբողջ հեղեղի ներքո դու ամբողջությամբ հասկանում ես արյանդ կանչը ու կարևորությունը, քո երկրի, քո գենի, գենոֆոնդի եւ իհարկե այն ամենի ինչը որ ի ծնե մեր արյան մեջ արդեն կա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Ես եմ շնորհակալ Սուրեն ջան, գեղեցիկ հարցազրույցի համար, որովհետև շատ կարևոր է, հա, պահել, փոխանցել ու հենց այս նույն ոգով դաստիարակել նաև սերունդներին, ձեր սերունդներին եւ իհարկե այն հանդիսականի սերունդներին, ովքեր գալիս են ու անդավաճան հետևում այս ամենին։ Ես եմ շնորհակալ Սուրեն ջան, մերսի։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն գինին, կարմիր ջոր, որպեսզի ցանկացած հաղթանակ, իսկ ես գիտեմ, որ հաղթանակները շատ են, ցանկացած հաղթանակ հենց նշվի կարևոր ու լավ տրամադրության մեջ, սա ձեզ։ Շատ շնորհակալ եմ, մենք խմում ենք սա։ Ահա։ Սարգոնն էլ, գոշն էլ, ռոզեներն էլ ունեմ ես, որտեվ տերերին ճանաչում եմ, Էմինե իմ մոտիկ ընկերն է Իջևանի, իմ շատ մտերիմ եղբայրն է։ Մենք կապի մեջ ենք, մենք սիրով ենք օգտագործում Իջևանի։ Ինչպես ասում են, լավագույնը լավագույնների հետ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել մի բացիկ, որտեղ ներառված են հայտնի բանաստեղծներից կամ երգերից ֆրազներ։ Այստեղ Սայաթնովայի խոսքերն են, չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման։ Նվիրեք այն մարդուն, ով կյանքում ձեզ համար հենց այդ մարդն է։ Սա ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, առիթից օգտվելով խոսքս ուղղում եմ մեր
հեռուստակայանների եթերներին, մեր գործընկերներին Ժողովուրդ ջան, շատ ցույց տվեք ազգային երգերը պահեք, մյուս երգերներ են պետք խրախճանքի, ուրախության, զվարճանքի երգերը, բայց ազգայինից մի հեռացեք, որտեվ ազգայինն է պահելու մեր դիմագիծը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն ձեզ, որ պահում ու փոխանցում եք այդ ամենը։ Այս պահին կլինի կարճ դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր այսօրվա խոհանոցային հատվածը, այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսը, հուսով եմ գրի կառնեք, հուսով եմ կպատրաստեք եւ կվայելեք։ Մենք այսօր պատրաստեցինք կատնամթերքով եւ մրգերով շատ համեղ նախաճաշի տարբերակ եւ իհարկե կողքի պատրաստեցի թեյ, շատ բազմաթիվ համեմունքներով, դարչին վարդի թերթիկներ, սև թեյ, հիլ եւ մեխակ, իհարկե այնտեղ ավելացնելով նաեւ սառնաշաքար։ Ահա, թրմեք այս համեղ թեյը եւ վայելեք։ Ես կարծում եմ շատ տեղին կլինի այս նախաճաշի հետ միասին այսպիսի թեյ վայելելը։ Սիրելիներս, ձեզ լավ նայեք, հետևեք ձեր առողջությանը եւ ձեր տրամադրությանը եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, մենք էլ քեզ ենք շատ սիրում եւ բնականաբար քիչ հետո արդեն կհամտեսենք այն ամեն ինչ որ պատրաստվեց, իսկ ես ուզում եմ նշել, որ այս ամենը նաեւ այսօր պատրաստվեց Էլոլա ապրանքանիշի շնորհիվ, որովհետեւ Էլոլան ներկայացնում է կատնամթերքի մեծ տեսականի, որը տալիս է սյունած լեռների համը եւ բույրը։ Այս ամենը հասանելի է ոչ միայն Հայաստան աշխարհում, նաեւ իհարկե Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները կարող են հայկական խանութներից ձեռք բերել եւ վայելել։ Նաեւ իհարկե երեկոն կարելի է ավարտել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Ռոզե Բրիզ փրփռուն գինու հետ միասին, որը կտա հենց այդ տրամադրությունը եւ կստեղծի ջերմ ընտանեկան միջավայր։ Եվ ուզում եմ նաեւ նշել, որ քանի որ մոտենում է վերջին զանգի տոնակատարությունը, շատ գեղեցիկ բառեր եւ էմոցիաներ նվիրելու համար արև բացիկներն արդեն ներկայացրել են Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի բառերով նոր բացիկը, որտեղ իհարկե տալիս է հնարավորություն գրելու ձեր բոլոր բարեմաղթանքները, եթե այդպեսին կան, իսկ հետևի մասում QR կոդն է, որ իրա պարզապես մոտեցնում եք հեռախոսը եւ միանգամից միանում է հենց երգը եւ տալիս այդ տրամադրությունը։ Այս բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում, նաեւ իհարկե Արև Քարց Instagram-ի էջին գրեք եւ բնականաբար բացիկները կլինեն ձերը։ Եվ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ տեսքի եւ բարբերի համար Master Right Barber Shop-ին, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում, որտեղ կարող եք գնալ եւ դառնալ աշխարհի ամենասիրուն տղեն։ Այսպիսին է նրանց կարգախոսը եւ ոչ միայն, այնպես որ Նալբանդյան 37 Master Right Barber Shop։ Ուզում եմ հաղորդման վերջում էլ հիշեցնեմ, որ մենք յուրաքանչյուր առավոտ պատրաստ ենք, կանք այստեղ տաղավար եւ ձեզ նվիրենք արևով ու լավ տրամադրությամբ լի եթեր։ Իսկ այս ամենը այսօր էլ, ինչպես միշտ, պատրաստվեց սիրով։